Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 1-ին 911 ծառայություն զանգահարած 44-օրյա պատերազմի մասնակից քաղաքացին հայտնել է, որ Սիլիկյան թաղամասի Սպանդարյան կայարանի երկաթգծի մոտ թողել է զենք զինամթերք։ Մեկնած ոստիկանները պարկի մեջ հայտնաբերել են Կալաշնիկովի ինքնաձիգ փամփուշտներով, ողորկափող կարճեցված խզակոթով 1 հրացան, 1 ատրճանակ փամփուշտներով, F1 տիպի 1 նեռնակ տարբեր տրամաչափի 50 փամփուշտ։ Նույն օրը համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պապիկի արհեստանոցը կարգի բերելուց զենք զինամթերք է հայտնաբերել, որը թողել է Դալմայի այգիների կանալի եզրին։ Մեկնած ոստիկանները հայտնաբերել են որսորդական 1 հրացան, 5 ատրճանակ, 1 նռնակ եւ տարբեր տրամաչափի 87 փամփուշտ։ Նույն օրը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմից հետը բերել է ինքնաձիգ եւ զինամթերք, որոնք թողել է Մարի փողոցում գտնվող քանդված շենքում։ Մեկնել են Նոր-Նորքի համայնքային ոստիկանները, հայտնաբերվել են ինքնաձիգ, նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի փամփուշտներ եւ ինքնաձիգի պահեստատուփեր։ 102 զանգած մեկ այլ քաղաքացի եւս ներկայացել է պատերազմի մասնակից, հայտնել, որ Զվարթնոց օդանավակայանում աղբամանների մոտ զենք զինամթերք է թողել։ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ահազանգի հետքերով մեկնելով հայտնաբերել են Կալաշնիկովի ինքնաձիգ փամփշտատուփով եւ 82 փամփուշտ։ Նմանատիպ հաջորդ ահազանգի հետքերով մեկնել են Ավանի համայնքային ոստիկանները։ Ավանի հոգեկան առողջության կենտրոնի մոտ գտնվող էլեկտրոկայանի տակ նրանք հայտնաբերել են 1 ինքնաձիգ, 2 փամփշտատուփ եւ F1 տիպի նռնակ պայթուցիչով։ Օրվա վերջին նման հաղորդումը ժամը 20:49 էր։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նուբարաշենի 9-րդ փողոցում զենք զինամթերք է թողնում։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները հայտնաբերել են որսորդական հրացան եւ 20 փամփուշտ։ Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևել նրանց օրինակին։ Կրկին ու կրկին հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։